Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակենք միասնապար սերդել Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Այսօր սիրելներ, պիտի սերդենք եւ ավարտենք 48-րդ գլխու վերջին մասը, 7-րդ մասը։ Եկեք նախ ցեզի ընթերցեմ քրափար բնակիրը եւ ապա կթարգմանեմ ու կբացատրեմ զայն։ Փան խեըտ է մաս ի խորոց սրտից խոսքն տաստուծո։ Զոր եւ ես մաղթեմ մեծ վստահությամբ նմանագից այս հեծության եւ զիմս ընտնմին ընձայել կոչումն։ Զիթե գորուսեսս մեզ թադյալս գործոց ոչ բագասին փարկո զիրավամպը քո ջանաչիս իստե կծես այնքան բարձրանաս որքան մեծությանդ քում վայել է քանզի հավետ օրտնապանելի ես դու երկրորդավս ողորմածությամբ քան նախահրաման սաստկությամբ դարձիր դեր դարձիր քաղցրությամբ ի խնամսկտության ծրի եւ ամենաառատ բարգեվոք սիրո մխիթարել հավետ ըզդրտմյալքս համաշավիղ դակնաբավ դաբոդոչորման ամբժշկագանի ծերն եթյալ փրկության նորոքեսես վերստին քավյալ եւ բադսպարյալ ի մեղսագործանս խորտակման է եւ քեզ միայնո սկսպանդ եւ անսկսպանդ ընդ սկսպանդ եւ սկսպնավորիդ սկսպանց սուրբ երրորդությանդ եւ միում աստվածությանդ փառք եւ իշխանություն հավիդյանս հավիդենից ամեն Սիրելներ, տեսանք թե ինչպես այս գլխու մեջ Սուրբ Նարեգացին ըսա որ իմ մեղավոր անձս կրնամ համեմատել միայն Սողոմոնի հետ։ Եվ ցույց տվավ թե ինչպես Սողոմոնը, որ դժբախտաբար գնամոլ էր, ամուսնացավ 700 իշխանազուն գիներու հետ եւ 300 հարջալ արավ վրան, այսին 1000 գին ունեցավ։ Եվ այդ բաժարով քանի որ իր գիները հեթանոսներ էին յուրաքանչյուր գին իր ուղությամբ դարավ Սողոմոնը իր աստվածը ուզեց որ ճաշտվի եւ Սողոմոն անոնց բոլոր աստվածներու արցաները կանգնեց ու խունկ ծխեց հետեւաբար Սողոմոնը շեղեցավ աստված ճաշտուտենեն Սուրբ Գիրքը թեև Սողոմոնի զղջումին ու ապաշխարության մասին չի խոսիր բայց եկեղեցու սուրբ հայրերը սիրելներ Սողոմոնի կրած գիրքերու մեջ են գտեսնեն իր զղջումը, ապաշխարությունը։ 5 դագարանի մեջ Սողոմոնի կրած գիրքերն են Արագած գիրքը, Երկերկոց գիրքը եւ մանավանդ Ժողովողի գիրքը, որ ապաշխարության ու զղջումի գիրքը համարվի, ինչպես նաեւ տեսանք, որ Սուրբ Գրիգոր Նարեգացին եւ ուրիշ սուրբեր, ուրիշ եկեղեցու հայրեր Սողոմոնի գվերակրեն Հոբի գիրքը, որ դարձյալ զղջումի գիրք է, ապաշխարության գիրք է, անդրադարձի գիրք է, իսկ ուրիշներ զայն Մովսես Մարգարեին գվերակրեն որ գրած է, ամենայն թեպս տեսանք 6-րդ նախավերջին հատվածի մեջ այս գլխում որ Սուրբ Նարեգացին գսե Սողոմոնը որ հարյուրավոր դարիներ շարունակ քարգոծվեցավ, ալ փավ է քարգոծել, այլ Դեսնե թե ինչպես ինք ապաշխարության արդյունք տապեց եւ քերազանցեց իր ապաշխարությամբ իր հորը, որովհետեւ իր հայրը Դավիթ մեղ կործելով իր անգողինի մեջ քիշերը լացավ եւ արդյունք տապեց, իսկ Սողոմոնը իր խրախճանքի բալադին մեջ բոլորի ներկայության եւ գսե Նարեգացին ավարտեց այս խոսքով որ ավելի լավ է աղոթել Սողոմոնի փրկության համար, քան թե բարսավել, չարախոսել անորթեմ։ Ահա հիմա վերջին մասը 7-րդ մասը սիրելիներ կներկայացնե թե ինչպես ինքալ իր աղոթներ աղերսանքները կմիացնե Սողոմոնի աղերսանքներուն հետ եւ Աստուծո գուղե եւ կխնդրե Տիրոջ ողորմությունը, կթությունը, քան թե արդարությունը։ Կթարգմանեմ սիրելիներ քանի մտողեր։ Ոստի ես ալ ահա մեծ վստահությամբ կաղերսեմ նման այդ հարաճանքին ողբիս աղաղակները քեզի ընձայելով Սուրբ Նարեգացին սիրելներ
Սողոմոնի հեծությունը, հարաճանքը իր գդարած մեղքերուն համար անոր գդարած ողբն ու գոձը ահա հիշել է յետք գսե որ ով դեր եսալ անոր հետ եւ անոր ողբերուն հետ գմիացնեմ իմ ողբերս իմ գոձերս իմ սրդիս հարաճանքները եւ ողբիս աղաղակները քեզի կփարսացնեմ քեզի կվերընծայեմ քեզի կուտամ դեր Թուն գիտես իմ մեղքերս, թուն գիտես իմ զղջումներս ալ, իմ ցավերս ալ, իմ հարաճանքներս ալ։ Հետևաբար ահա քեզի գփարսացնեմ։ Սիրելներ, դերը այսօր մեղավորներուս ալ նույն խոսքը գուղ է, որ ծեր մեղքերը եկեք ինձի խոստովանեցեք։ Ծեր անօրենությունները, որբեսի ներեմ ցեզի։ Եսայի մարգարեին Պերնով դերը գսե կգարտամ 43-րդ գլխու 25 եւ 26 համարները ես եմ որ քո հանցանքներդ ինձի համար գչնչեմ ու քո մեղքերդ ալ բիդի չհիշեմ միտքս ցկե մեկդեղ թադի ելենք տուն խոսիր որբեսի արտարանաս ինչ կնշանակե միտքս ցկե մեկդեղ թադի ելենք այսինքն եգուր թադեմ քեզ Բայց տուն խոսիր, այսին զղջա մեղքերդ, զղջա անօրենություններդ, աբաշխարե եւ ես պիտի արդարացնեմ քեզ։ Ահա սիրելներ այսպիսի օրտնյալ հայրիկ ունենք, որ մեր մեղքերը գները։ Դարձյալ Եսայի մարգարեի առաջին գլխու 18-րդ համարի մեջ կսե Աստված. եկեք վիճապանենք։ Եթե ծեր մեղքերը գրգնագի գարմիր են, ես ծույնի նման սպիտակ կդարձնեմ։ Եթե որթան գարմիրի նման գարմիր են, ես ասրի նման ջերմակ կդարձնեմ։ Սիրելներ, որթան գարմիրը անցյալին մեր հայրենիքի մեջ շատ կար, Արարատյան դաշտավայրի մեջ, բզդիկ միջատներ էին, որոնք երբ որ ջդացնեիք, ուրեմն այսպես գդրեիք մեջտեղեն, գաս գարմիր քույն գելեր։ Եվ մեր հայրերը, ծերակիր կրող հայրերը, անոնք սիրելներ գոկտակորձեին մակաղատներու վրա, ծերակիրներու մեջ, որովհետև որթան գարմիրին գարմիրը շատ հզոր գարմիր է, նույնիսկ խաչկարերուն վրա անոր քույնը կորձածած են։ Եվ բացարձակ կերպով անիկա չի չնչվիր, նույնիսկ սիրելներ չի քունադիր, այլ մշտապես գարմիր կմնա։ Այլ խոսքով հետ կգցկե, մնայուն հետ կցկե։ Ահա դերը գսե հիմա, եթե ծեր մեղքերը գրգնագի գարմիր են, որտան գարմիրի պես գարմիր են, հետ ցկած են, ես գչնչեմ, սպիտակ կդարձնեմ, ծույնի նման, ասրի նման, սպիտակ կդարձնեմ։ Ահա այդպիսի ողորմած հայր ունենք սիրելներ, որ գսպասե որ իրեն երտանք։ Դերը ինք գվստահեցնե մեզի մեղավորներուս եւ գսե եւ ես պիտի կավեմ իրենց անիրավությունները ալ պիտի չհիշեմ իրենց մեղքերն ու անօրենությունները Աստված ինքն է խոսողը Երեմիա մարգարեին Պերնով գսե Գարտացեք 31-րդ գլխու 34-րդ համարը նույնը Եբրայեցիներու նամակի 8-րդ գլխու 12-րդ համարի մեջ որ դերը գսե պիտի ներեմ անօրենությունները եւ ալ պիտի չհիշեմ Անորամար Հովանես Արաքյալը իր առաջին նամակի առաջին գլխու 9-րդ համարի մեջ գսե Եթե խոստովանենք մեր մեղքերը վստահ եղեք թե Աստված որ արդար է պիտի ներե մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբե մեր բոլոր անիրավություններն Աստված արդար է իր խոստումին դերն է Եվ որ գսե եկեք ինձի եւ ես պիտի ներեմ ու չհիշեմ ծեր անօրենությունները այլևս Աստված արդար է Հետևաբար խոստովանենք մեզի կմնա որ սիրներ ընդունենք մեր սխալը ընդունենք որ մենք մեղավոր ենք զղջանք զայն խոստովանենք մեր մեղքերը աբաշխարենք եւ Աստված պիտի ներե Ահա սիրելներ այս հավատքով է որ Սուրբ Նարեգացին այստեղ գսե
ես ալահա մեծ վստահությամբ կաղերսեմ, մեծ վստահությամբ, ոչ թե գասկածելով, թերամդելով, ոչ այլ մեծ վստահությամբ, նման այդ հարաճանքին, նման Սողոմոնի հարաճանքին, ողբիս աղաղակները քեզի են զայելով։ Մենք ալ եկեք սիրելներ մեծ վստահությամբ, նույն վստահությամբ, որ Նարեգացին եւ Սողոմոն ունեցան, նույն վստահությամբ, որ եկեղեցու հայրեր ունեցան, նույն վստահությամբ, որ Աստված ինք մեզի կներշնչի, այդ մեծ վստահությամբ եկեք սիրելներ, Տիրոջ դիմաց խոնարհինք, հարաճենք, ողբ ու գործնենք մեր մեղքերուն համար, զղջանք մեր մեղքերը, այն մեծ վստահությամբ, որ Տերը պիտի լսե մեր մեղքերը, իրեն դանք սիրելներ, իրեն դանք մեր մեղքերը ու պիտի մաքրե մեզ Տերը։ Հաջորդ դողերը կթարգմանեմ, որովհետև եթե մեր գործերուն համաձայն թադես ու գործընծնես մեզ, փառքդ չի բացիր, քանի որ իրավունքիդ մեջ ես, բայց եթե գտնես, այնքան կբարձրանաս, որքան կվայելե քո մեծությանդ, որովհետև դու հավետ գործապանվիս այս երկրորդովը ողորմածությանդ, քան հրամայած առաջինով սասկությանդ։ Սիրելներ, ինչ սերգուզ է Սուրբ Նարեգացին։ Եթե Աստված մեր կործած մեղքերուն համաձայն մեզ թադե եւ գործընծնե մեզ, գորուստի մատնե մեզ, որովհետև Պողոս Արաքյալ Հռոմայացիներուն նամակի 6-րդ գլխի 20-րդ համարի մեջ կսե, որ մեղքին վարձքը, մեղքին վարձատրությունը մահ է։ Աստված Ադամին ինչպես որ ասավ, եթե ուդես այս արգիլյալ բդուղեն, անշուշտ պիտի մեռնիս։ Ուրեմն եթե Աստված քննե մեզ, քննե մեր մեղքերը իր արդարությամբ եւ դեսնե որ գորուստի արժանի ենք ու մեզ գործընծնե, գորուստի մատնե, Աստված իր այդ արարքին մեջ արդար է կամ ոչ։ Այո, շատ արդար է, որովհետև Աստվածը սկիզբեն ասավ արդեն, որ եթե մեղանչես պիտի մեռնիս։ Հետևաբար Սուրբ Նարեգացին գսե, որովհետև եթե մեր գործերուն համաձայն թադես ու գործընծնես մեզ, փառքը չի բացիր, քանի որ իրավունքիդ մեջ ես, արդար է քո օրածդ։ Հետևաբար մեզ գործընծներով քու փառքդ, Աստվածային փառքդ քեզ մեջ չի բացիր, դու քու փառքիդ մեջ կմնաս, քու վեհությանդ մեջ կմնաս։ Սակայն այստեղ գսե Սուրբ Նարեգացին Տիրոջ, հակառակ որ իրավունք ունիս, իրավունքիդ մեջ է, իրավունքիդ մեջ կլաս ու արդար վարված կլաս, եթե մեզ հավերժ գորուստի մատնես եւ մեզ գորուստի մատնելով փառքդ երբեք չի բացիր քեզ մե, բայց եթե մեզ գտնես ավելի կբարձրանաս Տեր։ Եթե ոչ թե մեզ գործընծնես, այլ մեզ գտնես, վերստին ներես մեզի, մեր մեղքերեն, չնչես մեր մեղքերը մեզ մե, վերստին գտնես, ավելի կբարձրանաս, Տեր, ավելի կփառավորվիս, որչափ որ գվայելե քու անհուն մեծությանդ։ Ինչու՞։ Որովհետև գսե Նարեգացին այդ պիսով ավելի գջանցվի քու անհուն ողորմածությունդ, քու անհուն սերդ, քու անհուն երգայնամտությունդ եւ քու այդ անհուն ողորմածությանդ գործնապանվիս, ավելի գկովվիս, քան թե քու ցուցաբերած խստությանդ, քու խստության հրամանովդ, ավելի գկովապանվիս Տեր, երբ որ քու ողորմածությունը ցուցաբերես մեր նկատմամբ, քան թե քու սասկությունդ, քու խստությունդ, քու փառգությունդ։ Ադորամար հիմա Սուրբ Նարեգացին Տիրոջ կսե, դարձիր Տեր, քաղցությանդ, դարձիր քու խնամարգու կտությանդ եւ սիրույթ ծրի ու ամենարատ բարգևներովդ մխիթարե մեզ, հավետ դրտմյալներս,
որ միևնույն անբժշկելի դակնաբի դաբով գդոչորվինք։ Այսքան մեղանչումները եւ այսքան գոձերը ետք ալ ինչ կմնաս սիրելիներ ըսելիք Տիրոջ։ Մենք ալ ահա Սուրբ Նարեգացին պես Տիրոջ կսենք թարցիր դեր քու քաղցրությանդ քու քթությանդ թարցիր մեզի ոչ թե երես թարցուր մեզ մե այլ մեզի թարցիր որ ոչ թե մեզ քու ողորմութեն հետ կդրե այլ քու ողորմությունը ցուցաբերե մեր նկատմամբ եւ քու խնամարգու խնամող խնամարար քաղցր կտությանդ մեզի դառնալով մեզի հանդեպ քու ցուցաբերած սիրո ծրի եւ ամենաառատ բարգեւներով մխիթարե մենք փամը չրինք որ շահինք Աստուծո սերը սիրելներ Աստված իր սերը իր ողորմությունը մեզի հանդեպ ցուցաբերեց ծրի գերբով ծրի եւ որտեղ մենք անօրենությանց մեջ էինք Աստված սիրեց մեզ եւ իր որդին տվավ որբեսո ինչպես Հովանես Արաքյալ գսե առաջին Հովանու նամակի 4-րդ գլխին եւ 10 համարներու մեջ որ այս է ճշմարիտ սերը ոչ թե մենք սիրեցինք Աստված այլ Աստված սիրեց մեզ եւ իր միածինը որպես զոհ տվավ մեզի ինչպես Հիսուս ասավ Հովանու ավետարանի 3-րդ գլխու 16-րդ համարի մեջ Աստված այնքան սիրեց աշխարհը մեզ որ մինչեւ իսկ իր միածին որդին տվավ որպեսզի անոր հավատացողը չգործվի այլ հավիտենական կյանք ունենա ահա սիրելներ Աստուծո տված ծրի բարգևը ծրի շնորհքը ծրի այդ բրգությունը մենք մեր գործերով չենք շահած ինչպես Պողոս Արաքյալ գսե Եփեսացիներու նամակի մեջ 2-րդ գլուխ 8 եւ 9 համարներու մեջ ծրի այդ բարգևը մենք մեր գործերով չենք շահած այդ բրգությունը Եվ հետևաբար Նարեգացին գսե որ դեր քու կտությանդ ողորմե ինձ այդ քու ծրի ամենաառատ բարգևներով մխիթարե մեզ սփոփե մեզ մենք որ Սողոմոնի նման Սողոմոնի աբրած անցկության պես գդակնաբինք ամփուժելի ամբժշկելի չերմով դաբով գդոչորինք գայրինք սիրելներ միայն դերը գրնա այդ մեր մեջի ցավը դակնաբը որ մեզ գայրե գդոչորե գդակնաբեցնե ամբժշկելի այդ չերմը ամփուժելի այդ դաբը տակությունը որ մեզ գայրե մեր կործած մեղքերուն պատճառով միայն դերը գրնա հանգեցնել մարել փուժել սփոփել ահա այս է որ Սուրբ Նարեգացին գսե որ դեր քու անհուն սիրովդ անհուն ներումովդ այս մեջի մեր մեջի դաբը ամբժշկելի դաբը դակնաբը բժշկե Հաջորդ երկու դողերը փրկության ցերկ տնելով վերստին նորոգե մեզ քավելով ու բադսպարելով մեղքերու գործանարար խորտագումեն միայն դիրոջ ցերկը գրնա մեզ դուրս բերել մեղքերու գործանարար դիղմեն անթունտեն սիրելներ մեղքը գործանող է Մեղքերը գնմանին դիղմի, դիղմը գիտեք այդ հաստ ցեխն է, որում մեջ երբ որ մեկը ինա, այնտեղ գախվի, որքան փորձ է շարժվիլ, ինքզինք ազատելու համար, դիղմը ավելի զինք ներս կքաշե։ Ուստի գարիկ ունի երկնային ցերկին, որբեսի զինք վեր փարսացնե։ Ինչպես որ Պետրոս Արաքյալը ձովու ալիքներու գոհակներուն մեջ սկսավ խորդակվիլ
երբ իր վստահությունը Աստուծո Տիրոջմե հերացուց, երբ իր աչքերը Հիսուսեն հերացուց, մինչև այնադեմ որ իր աչքերը Հիսուսի էին, ճուրերուն վրա են գկալեր, բայց երբ որ Հիսուսեն հերացուց աչքերը գասկածեցավ, թերահավատեցավ, սկսավ ընկղմիլ, ինչ որած դեր Պրգեզիս ահա գորսվիմ։ Կարդացեք Մատթեոսի ավետարանի 14-րդ գլուխը, հատկապես 30-րդ համարի մեջ։ Պետրոս Արաքյալ գսե դեր ազատեզիս։ Եվ ինչ իրավ դերը։ Չգանքնեցավ ու չդիտեց Պետրոսի խորտակվիլը։ Չսավ որ ասեկա քեզ բադիշ տողլա խորտակվիր։ Այլ գսե հաջորդ համարը 31-րդ համարը որ դերը ամիջապես իր ցերկը երգարեց ու բռնեց եւ զայն ոտքի հանեց։ Ահա սիրելիներ հիմա սուբ նարեգացին գսե փրկության ցերկ տնելով, փրկարարքու ցերկդ երգարելով վերստին նորոք է մեզ։ Վերստին նորոք է դեր միայն թուն գրնաս մեզ նորոքեն։ Նորոքող հնությանց, նորոքյա եւ զիս, նորոք զարթարյա։ Հնությունները նորոքող դեր, նորոքեզիս, նորոքե մեզ, վերստին մեզ զարթարե։ Քավելով, այսինքն ներելով ու բադսպարելով մեղքերու գործանարար խորտագում են։ Քավե մեր մեղքերը դեր, որովհետև եթե չքավես մեր մեղքերը ու չբադսպարես մեզ, չպաշտպանես մեզ, ապա մեղքը մեզ կգործանե։ Գործանարար է, որովհետև մեղքը կխորտագե մեզ։ Եվ այս ըսել են ետք սուտ նարեգացին փարապանությամբ կավարտե այս գլուխը ըսելով եւ քեզի միակ ըսկիսպիտ եւ անըսկիսպիտ ըսկիսպիտ հետ եւ անըսկիսներեն ըսկիսպիտ հետ Սուրբ երրորդությանդ եւ մեկ Աստվածությանդ փառք եւ իշխանություն հավիտյանս հավիտենից ամեն։ Այս երկար գլուխը սիրելներ սուրբ նավերգացին գավարտե Սուրբ երրորդության փառք վերընծայելով եւ փոխանակ Սուրբ երրորդության 3 անձերուն անունները հիշադակելու ըսելու Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անոնց հատկությունները այստեղ գիշե։ Տեսեք ինչ կսե։ Հայր Աստվածը գոչե միակ ըսկիսպ եւ անըսկիսպ։ Իսկապես սիրելներ հայրը միակ ըսկիսպն է, որովհետև իր մե ըսկիսպ արածեն որդին իր ծնելությամբ, ծնունդով եւ Սուրբ Հոգին հորմեն փխելով։ Հետևաբար հայրը միակ ըսկիսպ դվողն է, միակ ըսկիսպն է, որդին ծնունդ դվողն է, Սուրբ Հոգին փխում դվողն է։ Բայց հայրը ինքը անըսկիսպ է, այսինքն ովևէ մեկեն չէ ըսկսված, ինչպես որ որդին օրինակ ըսկսված է ծնունդն է հորմեն եւ Սուրբ Հոգին փխումն է հորմեն։ Ադորամար գսե հորը Հայր Աստուծո թուն միակ ըսկիսպը եւ անըսկիսպն ես։ Հիմա հաջորդ ուրեմն փարը գկործածե որդին համար գսե որդին գոչե ընդ ըսկսպանդ քրապարով, այսինքն ըսկիսպիտ հետ։ Ինչու ըսկիսպիտ հետ, որովհետև որդին հորմեն ըսկիսպ արավ ծնունդով։ Սիրելներ գուզեմ ասիգա լավ հասկնակ։ Որդին ծնունդն է հոր։ Եվ ոչ թե որդին արարած է, ինչպես որ աղանդավորները գուզեն ասել, ներկայացնել Հիսուսը։ Մենք հոր Աստուծո ծնունդները չենք, այլ մենք հոր Աստուծո ստեղծվածներն ենք։ Աստված մեզ արարած է, ստեղծած է, մինչդեռ որդին ստեղծված չէ, այլ ծնունդն է հոր։ Միակ Հիսուսն է ծնունդը հոր։ Եվ երբ որ գսենք ծնունդ հոր որդին համար, չի նշանակեր որ գար ժամանակը երբ որ հայրը գոյություն ուներ, որդին գոյություն չուներ,
Այլ սիրելներ, որքան հայրը որ գար, հայրը գոյություն ուներ, նույնքան եւ որդին գոյություն ուներ։ Սկիզբեն ժամանակներեն առաջ, հավիդյաններեն առաջ, ու հավիդյաններուն մեջ հավասարապես, մշտնչենապես հայրը եւ որդին եւ անշուշտ Սուրբ Օքին, հիմա бид խոսիմ հաջորդին, միասին գոյություն ունեցած են։ Միասին, բայց որդին ծնունդ արած է հորմեն։ Ասիկա սիրելներ, խորուրդ խորին է, անհաս անսկիզբ է։ Մեր այս բզդիկ ուղեղը չի հասկնար, չմբռներ, այլ հավատքով է, որ այս բոլորը գմբռնենք։ Հետևաբար, եւ այստեղ դեսեք սիրելներ, որդին համար գործած է սկիզբիդ հետ, եւ չի գործած է անսկիզբ, որովհետեւ միակ անսկիզբը հայրն է, իսկ որդին, ինչպես ասի, ծնունդ արած է իր հորմեն։ Ադորամար անսկիզբ բառը չի գործած իր որդին համար, եւ երրորդ բառը գործած է Սուրբ Օքին համար, գսե քրապարով, նարեկացին, սկզբնավորիդ սկզբանց, այսինքն սկիզբներդ սկիզբիդ հետ, սկիզբ առնողիդ հետ, որովհետեւ Սուրբ Օքին ալ սիրելներ, որդի նման չգար ժամանակը, որ հայր գոյություն ուներ եւ որդին ու Սուրբ Օքին գոյություն չունեին։ Չգար ժամանակը, որ որդին գոյություն ուներ ու Սուրբ Օքին գոյություն չունենար։ Այլ որքան որ հայրը գոյություն ունի հավիդյան ժամանակներեն առաջ, նույնպես ալ որդին գոյություն ուներ, նույնպես ալ Սուրբ Օքին գոյություն ուներ։ Եվ հավիդենական ժամանակներում մեջ հավիդյանս հավիդենից հայրը, որդին եւ Սուրբ Օքին միշտ ներկա, միշտ գոյություն ունին միադեղ միասին։ Բայց Սուրբ Օքին սիրելներ, քանի որ փխումն է հորմեն, հետևաբար Սուրբ Օքին համար չի գործածվիր այստեղ անսկիզբ հատկությունը։ Ադիգա միայն ասի հայր Աստուծո համար գործածվի, որովհետև հայրը բաժարն է իր որդին ծննդյան եւ Սուրբ Օքին փխման։ Սակայն Սուրբ Նարեկացին գավարդը գսե երեք ուրեմն Սուրբ երրորդությանդ եւ մեկ Աստվածությանդ։ Թեև սիրելիներ երեք դարբեր անձեր են, Սուրբ երրորդության անձերը դարբեր երեք թեմքեր են, սակայն մեկ Աստվածություն է, մեկ Աստված է։ Անոնք երեք դարբեր Աստվածներ չեն, հայրը առանցին Աստված, որդին առանցին Աստված, Սուրբ Օքին առանցին Աստված, ասոնք իրար մե անչափ Աստվածներ չեն բնությամբ, էությամբ, այլ հայր Աստվածը, որդին Աստվածը, Սուրբ Օքին Աստվածը մեկ Աստված են, մեկ Աստվածությամբ, անբաժանելի իրար մե, բայց նաև անշփոթ իրենց անձերով, իրենց թեմքերով։ Խորունկ Աստվածաբանություն է, բայց կուզեմ որ հասկնաք սիրելներ, որբեսի երբ աղանդավորներ ցերտիմաց ելեն, հստակ կերպով գիտնակ։ Որովհետև այսօր նաև ուրիշ աղանդավորական խումբ կա, ոչ միայն գմերժեն Քրիստոսի Աստվածությունը, Սուրբ Օքին Աստվածությունը, ինչպես Եհովայի վկաններն են, ոչ միայն գսեմ որ հայրը ուրիշ Աստված է, որդին ուրիշ Աստված է, ինչպես որ օրինակ նաև մորմոնները գսեն, նույնը գսեն Եհովայի վկանները, այլ սիրելներ մեկ Աստված են, բայց նաև կան ուրիշ աղանդավորներ, որոնք գսեն որ Աստված մեկ է, բայց երբեմն որպես հայր կներկայանա, որպես որդի կներկայանա երբեմն եւ որպես Սուրբ Օքի կներկայանա երբեմն։ Ոչ։ Այլ Աստված մեկ է, անշփոթ կերպով երեք անձեր է բաղկացած։ Հայր Աստվածը, որդի Աստվածը, Սուրբ Օքի Աստվածը, սակայն Սուրբ երրորդությունը մեկ Աստվածություն է։ Ադորամար երբ որ մենք պիտի խաչակնքենք հայր, որդի եւ Սուրբ Օքի, կմիացնենք մեր մատներ իրարու։ Մենք կաթոլիկյան ցեվով չենք խաչակնքեր, այլ կմիացնենք ասելու համար, որ հայրը, որդին եւ Սուրբ Օքին մեկ Աստված են, միացյալ, անբաժանելի։ Եվ այդպես կխաչակնքենք մեր մարմնի վրա։ Ուրեմն սիրելիներ, Սուրբ Նարեկացին գսե ամենասուրբ երրորդությանդ եւ մի Աստվածությանդ գվայելեն փառքը եւ իշխանությունը հավիդյանս հավիդենից։ Ամեն։ Եկեք սիրելիներ, փառաբանենք Տերը, մեր մեղքերը իր դիմաց բերենք, Տերը գներե մեր մեղքերը եւ մեզ սիրելիներ մաքրելով ծունի նման սպիտակը դարձնե։ Սողոմոնի եւ Սուրբ Նարեկացի պես
մեղայի կանք եւ դիրոջ ողորմության արժանանք։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։